Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 20-ի համար, տարվա բոլոր ծնվածների համար իհարկե։ Օրը երկուշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ոմանց ամուսության առաջարկ կանեն, ոմանց սիրո խոստովանություն կանեն, ընտանիքում հետաքրքիր որոշ ինչ-որ մի բան տեղի կունենա, շատ կարևոր։ Դրանից հետո անմիջապես հավաքվում են ձեր շրջապատում եւ երկերեսանի մարդիկ եւ օձեր։ Երկուսն էլ արկա են այդ օրը ձեր կյանքում։ Մեկը նախանձում է, մեկը իբր ձեզ համար շատ ուրախ է։ Եվ այստեղ ունակ հաջողություն, նոր դռներ են բացվելու ձեր առջև, հա, մի փոքր արդեն ուշ է այդ հաջողությունը լինում օրվա երկրորդ կես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերն են, ավելի շատ եզեր են, այդպես են կոչվում։ Այդ օրը ինչ որ գորգռակ մարդկանց վրա, ոչ հետո ուրախ կլինեք։ Միգուցե ձեր գործերը կարողանում եք առաջ տանել այդ գորգռոցով։ Կամ են, որ ասում եք ի վերջո, այն ինչ որ լցվել էր ձեր մեջ, ասում եք եւ հանգստանում եք։ Նաեւ կարիերայի մեջ չի փոփոխություն, տարբերությունը կզգաք, նաեւ օրվա ընթացքում հանկարծակի լուր կլսեք։ Հուզմունք ունեք այդ օրը նաեւ, միգուցե նաեւ արտասուք է, եւ ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն, հարսանիքի հրավեր, նշանադրության հրավեր կամ ձերն է պատրաստվում եք այս շաբաթ, դրա համար հուզված եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։
Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը կգորգռաք ինչ-որ մարդկանց վրա, կամ հույսով լցված եք, հույսներդ կորում եք, կամ ինչ-որ մի պահ է, հա, այստեղ, որ գորգռում եք ինչ-որ մեկի վրա, կամ հույսներդ կորցնում եք, հույսներդ դել եք իրա վրա և չի լինում դա, կարող է տան մեջ է դա, ընտանիքի անդամների հետ է կապված, տան հետ է կապված, ու վարձը չեն տալիս, գորգռում եք, չգիտեմ այնտեղ։ Ինչ որ մի բան է նաև տան հետ կապված, ոմանք նաև առիթ ունեն, կամ պետք է գնաք ինչ-որ առիթի, նաև օրվա ընթացքում հաջողություն ունեք, բայց նաև փակ է։ Փակ է ինչ-որ մի բան, խոչընդոտներ կան, դա այդտեղ կարող եք վիճել, հեղինակը երկերեսանի մարդիկ են, այնպես որ կարող եք իրենց հետ վիճել, որովհետև ինչ-որ մի բան չի ստացվում, խոչընդոտներ են և վիճում եք, որովհետև գիտեք, որ իրանց պատճառով է։ Եվ օրվա վերջ այստեղ հանդիպում կամ շփում որևէ տղայի հետ, լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, միգուցե հիվանդանոցից եք լսում, որ երեխա է ծնվել, կամ ինչ-որ մեկի առողջության հետ է կապված։ Նաև դուք ինքներդ կարող եք գորգռալ, այստեղ վիճել և հետո ձեզ վատ զգալ։ Ի վերջո ամենայն դեպս լավ լուր ունեք այդ օրը լսելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 20-ին։
Հարգելի նապաստակներ, ճագարներ։ Այդ օրը ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք հարցազրույցի գնան, ինչ-որ տղամարդ է այստեղ։ Նաև հանդիպել պետական աշխատողի հետ, եւս տղամարդ է։ Կամ բիզնեսի հետ դա կարող է կապված լինել, հանդիպեք, ոչ թե գործարքներ կնքեք, կամ հեռախոսազանգ է սա, աշխատանքի վերաբերյալ կարող է լինել։ Կարող ձեզ կանչել աշխատանքի կամ կանչեն հարցազրույցի։ Օրվա ընթացքում զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք, գործերը առաջ կգնան, բիզնեսը առաջ կգնա, լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք։ Նաև հույսով լցված կլինեք կամ հույսնետել եք ինչ-որ մեկի վրա։ Երևի այդ մեկը ինչ-որ մի բան այնպես չի անում, որտեղ գորգռում եք երեկոյան արդեն։ Իր վրա եք կարող է գորգռում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը առաջ խաղացում ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, զարգացում, լավ պահեր, նաև դա կարող է լինել պետական հիմնարկության հետ կապված։ Ինչ որ գործեր այնտեղ առաջ գնան։ Լինի դա ուսման կենտրոն, լինի դա բժշկական կենտրոն, ինչ որ գործերը այդ օրը համենայն դեպս առաջ կգնան եւ նման տեղ կարող եք այցելել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի օձեր, այդ օրը ճանապարհ եք գնալու, հենց հստակ հիվանդանոց, բժշկական ոչե կենտրոն, այնտեղ հաջողություն է ձեզ սպասվում, նաև շփում մասնագետի հետ։
Միգուցե հիվանդին եք դուրս գրում, միգուցե գնացել եք անալիզների պատասխաններ իմանալու, միգուցե գնացել եք հիվանդատես եւ հիվանդը այնտեղ շատ լավ է իրեն զգում։ Այստեղ ավելի շատ ոնց որ տուն եք բերում, կամ գալիս եք հետո տուն, զանգահարում եք ինչ-որ մեկին, այստեղ կարող է նաեւ լինել հղիության պատասխան, հա, որ հղի եք։ Նաև տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, նա վրա առիթ եք նշում կամ այդ իմանալուց հետո ինչ որ մարդիկ են գալիս ձեր տուն, եթե դուրս են գրել, հա, ինչ որ մեկին, ապա մարդիկ կարող են գալ ձեր տուն, նշեն, այդպես կամ դուք զանգահարեք, մարդկանց հրավիրեք կամ զանգեն ձեզ հրավիրեն ոչ մեկի տուն առիթի։ Այստեղ նաև տատանվում է ամուսնուն ասել թե ոչ, ընտանիքի անդամներին ասել թե ոչ, դա հղիության հետ է կապված, թե ինչպես ասել։ Նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեն սիրո խոստովանություն եւ մտածում եք կարող եք տատանվել։ Նաև ընտանեկան տանը, հա, ընտանիքով ինչ որ մի բան կարող եք քննարկել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի ձեր, այդ օրը կարիերայում մի փոքր բարձրունք, շատ չէ, չնչին է, բայց բարձրունք է, կնկատեք։ Հույսով սպասում եք ոչ է նամակի, ոչ է տեղեկատվության, փաթեթի, ինչ որ մեկից SMS-ի, փաստաթուղթ է, որը շատ կարևոր է ձեզ համար, կամ հույս է տալիս գալիս է այդ տեղեկատվությունը եւ հույս է տալիս ձեզ։ Հանդիպում շփում նաև կունենաք ոչ է տղամարդու հետ, գուցե ձեր ամուսինն է կամ պետական աշխատող նաև կարող է լինել։ Ոմանք նաև կարող է ձեր սիրելին է, ձեր սիրելին հանդիպեք, ձեր ամուսինը գա հեռվից տուն։ Ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, նաև սիրված կզգաք, ձեր հարազատների հետ կլինեք։ Եվ ձեր գործերը եւս երեկոյան մի փոքր կկարողանաք էլի առաջ տանել այն գործերը, որոնք մնացել են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, անջատվեց, ամենայն դեպս լավ է, որ չէի սկսել։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 20-ին։
Հարգելի այցեր, այդ օրը ինչ-որ մի բան է ուշանում, երգեհեսանիների պատճառով է, կամ դուք տատանվում եք իրենց պատճառով է, թե ոչ, ինչ-որ մի բան է ձեզ տանջում, այստեղ տատանվում եք, որովհետև ինչ-որ կուշանա, 1 ամիս մոտավորապես կուշանա։ Նաև այստեղ ոմանց մոտ հիվանդություն, ոմանք այստեղ ուշադիր եղեք, նաև ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ, կամ ինչ-որ մի տեղ կարող է գնալ, ինչ-որ մարդ է մահացել, նաև ինչ-որ մեկը կարող է հիվանդ է և ելք եք փնտրում, ինչպես բուժել իրեն, կամ հոգնել եք աշխատանքից, կամ ինչ-որ մի բանից, ելք եք փնտրում, թե ինչպես հանգստանալ, կամ դե պետք է դիմել արդեն ոնց որ տնօրինությանը, որ գնաք հանգստանալ, եթե աշխատում եք ինչ-որ միտեղ, այդպես այդ հարցերով կարող եք լինել, ելք փնտրել։ Եվ երեկոյան տանը առիթ ունեք, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք այդ առիթին, նաև տան հետ կապված որևիցե իրադարձությունները, միգուցե տեղափոխությունը, միգուցե մեկ այլ հարց է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը երգեհեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, նաև անսպասելի գումար կամ կստանաք, կամ անսպասելի գումար պետք է ծախսեք, կամ ինչ-որ խոսակցություններ կլինի, կտրուկ քայլ, ֆինանսական, ներդրում, ինչ-որ պահեր են գումարների հետ կապված։ Օրվա ընթացքում մի փոքր տխուրեք, ձեզ կարող եք միայնակ զգալ, ձեզ դեպրեսիվ վիճակ լինի, ինչ-որ տխրություն իջնի ձեզ վրա։ Իսկ երեկոյան արդեն ընտանիքի հետ կլինեք, նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց նաև հարսանիքն է այս շաբաթ, միգուցե դրա համար եք այդպես դեպրեսիվ վիճակ, նաև ինչ-որ կարևոր բան կարող է տեղի ունենալ ձեր ընտանիքում կամ ընտանիքի անդամներից որևիցե մեկի հետ։ Շատ կարևոր օր է ձեզ համար։ Այսքանը, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղներին։ Ինչ է սպասվում աքաղներին հոկտեմբերի 20-ին։
Հարգելի ակաղներ, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, լավ լուր եք լսելու, որից հետո ինչ որ հաջողություն ունեք եւ էլի, հա, եւ ձեր դռներ են բացվելու ձեր առջեւ, աշխատանքում դա կարող է լինել, բիզնեսում, ինչ որ միտեղ։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, ինչ որ մի բան է կանգնած, ինչ որ մի բան է դանդաղում, միգուցե ճանապարհի հետ է կապված, նեղվում եք դրա հետ կապված, նա կարող է ձգձգվում է աշխատանքը, հետաձգվում է աշխատանքը, ճանապարհը, նա ինչ որ մի բան է այստեղ ճանապարհի հետ, ինչ որ մի բան է կանգնած, դեռևս չի գալիս եւ դրանից եք նեղվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի շներ, այդ օրը ինչ որ մեկն է հիվանդանոցում, կարծես թե կամ տղա է, կամ գնում եք, կարող է ձեր տղայի կինն է հիվանդանոցում, օրինակ երեխա է ծննդաբերում, գնում եք այնտեղ եւ հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ որ մի բանի այստեղ։ Նաեւ երեկոյան կարող եք հանդիպել պետական աշխատողի հետ, տղամարդ է, միգուցե բժիշկն է, միգուցե մեկ այլ անձնավորություն է, բանկում է աշխատում եւ այլն։ Պետական աշխատող է կամ ուսման հետ է կապված, կամ բժշկական, կամ բանկային, այդ դատական, ինչ որ պահեր են այստեղ, որոնք որ պետք է անեք, կամ ժառանգություն է նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հոկտեմբերի 20-ին։
Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը ոչ թե նամակ կստանաք կամ փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որը ձեր առջև նոր դռներ է բացելու, նոր հնարավորություններ է տալու միգուցե փաստաթուղթը հենց եւ օրվա ընթացքում հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, բավականին էմոցիոնալ կլինեք նաեւ, ինչ որ բան է ուշանում կամ այն ինչ որ ուշանում էր տեղի ունենում, հա, լինում է այդ ամեն ինչ որ պետք է ուշանար, հանկարծակի, այդպես լինում է, դրա համար էմոցիոնալ եք, նաև բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք։ Երեկոյան օցեր կան, չար վերաբերմունք, վատ վերաբերմունք, նախանձ նաև։ Եվ շատ լավ լուր եւս էլի երեկոյան շատ ինչ որ լուսավոր մի բան է, որը որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, նաև դրանից կարող եք արտասվել, նաև կարող եք հուզվել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։